Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքական հարցերով փորձագետ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերաբյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին, նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Ռուբեն Մերաբյանի YouTube-յան ալիքի հղումը, որին եւս ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել։ Բարև ձեզ, պարոն Մերաբյան։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Պարոն Մերաբյան, կառավարությունը խորհրդարան է ուղարկել կառավարության հնգամյա զարգացման ծրագիրը, արտաքին քաղաքական բաժնում հետաքրքիր վերադասումներ է արել գործադիրը, թվարկելով պետությունների անունները, որոնց հետ առաջիկայում պետք է արտաքին հարաբերություններ եւ համագործակցություններ ձևավորի տնտեսական եւ անվտանգային հարցերում, Ռուսաստանին առանձնահատուկ տեղ չի հատկացվել, թվարկվում է հերթական պետությունների ցանկում, ընդ որում 8-րդ հորիզոնականում։ Սա ինչով է պայմանավորված։ Մենք 21 թվական, 21-26 թվականների ծրագրում հիշում ենք, որ Ռուսաստանը առանցքային էր ներկայացված, անվտանգության ապահովումն ու բանակի բարեփոխումներն էր Հայաստանը Ռուսաստանի հետ պատկերացնում։ Ես ամենը պայմանավորված է իրողություններով, որոնք ձևավորվել են արդեն 26 թվականի դրությամբ եւ իրողություններ, որոնք չկային 21-ին։ Նաեւ 21-ին կար իներցիա, չնայած կային ընկալումներ, որ ինչ որ բան այն չէ, ոչ թե ինչ որ բան, այլ շատ բան այն չէ։ Կյանքը ցույց տվեց, որ այո, կյանքը փոխվում է։ Դե դրանից հետո էլ տեղի ունեցան շատ որոշակի հայտնի իրադարձություններ, որոնք ստիպեցին վերանայել այդ հարաբերությունները։ Արդյունքում, ինչպես դուք եք նշում, Ռուսաստանը հայտնվեց այնտեղ, որտեղ հայտնվեց։ Բայց մյուս կողմից էլ էլի կանգ առնելով այդ արտաքին քաղաքականության բաղադրիչի վրա, այսպես ասենք, այնպիսի տպավորություն է, որ որևէ, այսպես ասենք, ուղենիշ դեռ չկա։ Այսպես, за все хорошее против всего плохого, այ մոտավորապես դա է, ջանսაღությունը լինի, բոլորի հետ լավը լինենք, ոչ մեկի հետ վատ չլինենք, մեզ էլ ինչ կտակ։ Սա այսպես ասենք, կառավարության տրամաբանությամբ որոշակի անցումային շրջան պետք է ապահովի, բայց մենք պետք է լավ հասկանանք, որ Հայաստանն այս անցումային շրջան իր համար նախանշելով կառավարությունը պետք է ձեռնպահ մնա որոշ իմ կարծիքով վտանգավոր քայլերից, ինչպիսին է, ասենք, եւս մեկ փորձը Շանհայի կազմակերպությանը անդամակցելուց լիիրով, որովհետև դա քաղաքական պարտավորություններ է ենթադրում, որոնք հակոտնյա են այն առաջնահերթություններին, որը նշված է համապատասխան օրենքում Եվրամիության անդամակցության քաղաքական կուրսի մեկնարկի մասին, որն ընդունել է մեր պարլամենտը եւ այդ նախաձեռնության մեջ էլ ես եւս մասնակցությունն եմ իմ ընկերների, գաղափարակիցների, գործընկերների հետ ունեցել։ Պլյուս Միացյալ Նահանգների հետ այս խորացող գործընկերությունը նման խորանալ քաղաքական հարթության վրա այդ կազմակերպության հետ, որը երկրների ակումբ է, որոնք վիճարկում են արևմտյան արժեքների բացարձակությունը։ Հայաստանը պետք է Պեկինի տեղն էլ գիտի, Դելիի տեղն էլ գիտի, հեռախոսի համարն էլ գիտի, դեսպանություն էլ ունի եւ ուղիղ երկկողմ հարաբերություններ պետք է ունենա այդ երկրների հետ եւ պրագմատիկ հարաբերություններ զարգացնի Չինաստանի հետ։ Մի երկիր, որն ըստ էության հերմետիկ ավտորիտար թվային բռնապետություն, որտեղ չկա քաղաքականություն,
որտեղ քաղաքականությամբ զբաղվում է 2000 մարդ, որը գլխավորում է մի կազմակերպություն, որը քաղաքական դեկլարացիաներ է ընդունում, ընդդեմ արևմուտքի շահերի, ընդդեմ արևմտյան արժեքների, Հայաստան ինչ է պետք, գնալու է դե ինչ անի, ինչի համար։ Այնտեղ ձգտում է Ադրբեջանը, ու ես հասկանում եմ ինչի համար է ձգտում։ Եվ նաև հասկանում եմ ինչու Ադրբեջանը դժվարանում աշխատել Բրյուսելի հետ։ Այո, առանձին եվրոպական մայրաքաղաքների հետ միայն։ Են էլ նավթ ու գազ ծախելու հարցով, մնացած ասում եմ մի խառնվեք գործերի, որովհետև համագործակցել Բրյուսելի հետ դա նշանակում է օրենքից դուրս դնել սեփական քաղաքական ռեժիմ։ Հիմա այն քաղաքական ռեժիմը, որը կա Հայաստանում, դա այն է, ինչը այդ ակումբի անդամ երկրների կողմից բացառությամբ Հնդկաստանի համարվում է իրենց քաղաքական ռեժիմի համար էգզիստենցիալ սպառնալիք։ Մենք ինչ գործում ենք։ Այո, այնտեղ Հնդկաստանն է, աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունը։ Այո, սպეციფიկ ժողովրդավարություն, բայց ժողովրդավարություն։ Դա էլ միայն պրագմատիկ նկատառումներից ելնելով, որպեսզի առանց իր ներկայության այնտեղ որևէ որոշում չընդունվի։ Բայց դա իրենց խաղն է, մեր խաղը։ Մենք Չինաստանի հետ ունենք ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, որը վերաբերվում է առևտրի, տնտեսությանը, ներդրումներին եւ այլն, զարգացնում ենք հարաբերությունները։ Մենք ունենք առանձնահատուկ հարաբերություններ մեր հարևան Իրանի հետ։ Եվ մենք ունենք ռազմավարական խորը հարաբերություններ Հնդկաստանի հետ եւ ունենք համընկնող շահեր Հնդկաստանի հետ։ Մենք մայրաքաղաքների հետ առանձին այո պետք է աշխատենք։ Եվ շնորհակալություն Պակիստանին, որ անցյալ տարի վետո դրեց Հայաստանի անդամակցության վրա։ Ընդ որում Հնդկաստանի վետոից հետո Ադրբեջանի նկատմամբ։ Ես չեմ հասկանում։ Գուցե այս մտադրությունը բարձրաձայնելը ինձ համար անհասկանալի քաղաքական դիվիդենդներ է խոստանում, ես չգիտեմ, բայց եթե գործնականում ենք նայում, Հայաստանը այդ կազմակերպությունում անելիք չունի, վերջակետ։ Գուցե սա խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են դիվերսիֆիկացնել ամեն ինչ։ Հասկացանք։ Դիվերսիֆիկացրեք մայրաքաղաքների հետ, բայց ավտորիտար, տոտալիտար երկրների այդ ակումբում, այդ ինտերնացիոնալում լիիրավ անդամակցություն կարիք չունի Հայաստան։ Մայրաքաղաքների հետ խնդրում։ Ընդ որում քաղաքական պարտավորությունների տակ չմտնելով տնտեսական համագործակցություն հաստատելու լայն դաշտ կա։ Պլյուս դրան, այո, Հայաստանն այնտեղ դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել եւ այդ հանդիպելու, բոլորին միտեղ տեսնելու, քննարկելու, լավ առիթներ են այդ հանդիպումները եւ այլ, բայց քաղաքական պարտավորության տակ մտնել չի կարելի։ Մեկ, երկրորդ, այդ ամենը անվստահություն է առաջացնում Հայաստանի ռազմավարական մտադրությունների եւ ուղենիշների վերաբերյալ։ Կարդալով ծրագրի այդ հիմնադրույթները արտաքին քաղաքականության մեջ մենք տեսնում ենք ուղենիշների բացակայություն։ Ֆիզիկայից հիշում ենք, երբ վեկտորները հավասարաչափ ուղղված են բոլոր կողմերը, ապա դրանց գումարային վեկտորի չափն ինչքան է, հավասարվում է 0-ի, 8-րդ դասարանի ֆիզիկա։ Եվ մարմինը մնում է տեղում, կամ վազք տեղում, այդպես չի լինում։ Այս շպագատը ճողված վիճակում մնալով, որով ենք առանց այն էլ ուզում ենք պահպանել Ռուսաստանի համատեքստում, ծանրացնել մի հատ էլ Չինաստանի համատեքստով, որպես 1000 տարի պետք չի։ Եվ ինչպես ասում են, մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ փոչին կապում, որ ինչ անենք։
Այդ Շանայի հետ կապված ձևակերպումը փորձել անդամակցել Եվրամիության հետ կապված անդամակցություն բառը չկար նշված, եթե չեմ սխալվում։ Դե մերձեցում բան եւ այլն։ Մի խոսքով, այստեղ խնդիր կա, մենք այդտեղ այդ կազմակերպության մեջ դիտորդից են կողմ անելիք չունենք։ Բայց էլ եմ ասում, դա այդտեղ Ադրբեջանն է ուզում անդամակցել, անպայման ուզում է անդամակցել, դե որովհետև Ադրբեջանի քաղաքական ռեժիմը ինքնապահպանման խնդիր պետք է լուծի։ Պարոն Կիրակոսյան։ Եվ այնտեղ է ոգեշնչման աղբյուրը տեսնում։ Եվ այդ չմիավորված երկրներ, բան, այդ ամենը հիմքում այո ռեժիմի ինքնապահպանում։ Բրյուսելի հետ աշխատանք չստացվել է։ Միացյալ Նահանգների հետ կապված միայն Թրամփի հետ աշխատելը, միայն պրագմատիկ հարթության վրա եւ այլն։ Բայց խնդիրների է բախվելու Ադրբեջանը։ Ու ես հասկանում եմ ինչի է այնտեղ ձգտում։ Բայց ես չեմ հասկանում մենք ընդեր ու պլյուս դրան էլ ասեմ ձեզ։ Լավ, ասենք թե գնացինք, ընդեղ էլ անվստահություն կսերմանենք, հա, խնդիր եւ այլն, բայց մենք գնացինք ընդեղ լիքը խոչընդոտների ենք բախվել։ Մեզ փորձել են մտցնել քաղաքական պարտավորությունների տակ, որը մեզ 1000 տարի պետք չի, հետո սկսելու են հետներս առևտուր անել եւ այլն։ Հետո այս տեխնոլոգիական անցման անվտանգ այդ թվային դիկտատուրայի համակարգերն են փորձելու, իսկ Չինաստանը իր ազդեցության տակ գտնվող երկրներում այդ համակարգերն է դնում, հա, այդ Huawei եւ այլ այդ արևմուտքում ինչի՞ն արգելում է դա։ Որովհետեւ այլանդակություն։ Էլ եմ ասում, եթե մեզ թվում է թե Չինաստան ասելով դա մի երկիր է, որը Կոնֆուցիոսի ճշմարտություններով եւ իմաստություններով առաջնորդվում, չարաճ սխալվում, դա կոմունիստական երկիր է, որը կառավարում են այսօր նրանք, ովքեր ում հայրերը եւ պապերը ճնճղուկների էին սպանում 60-ականների իրենց կարճ խելքով մտածելով թե իրանք շատ են ծորեն ուտում դրա համար երկրում հացը քիչ է բռնեցին սպանեցին ճնճղուկներին հետո ворթերը բազմացան եւ կերան ամբողջ ծորեն արդյունքում ստացվեց սովասպանդ որի ընթացքում մեռավ 60-ից 80 միլիոն մարդ հետո կոմկուսն ասեց վայ դե մի քիչ տեղերում սխալներ էինք թույլ տվել կներեք մեռան ինչա վաղուց չէին մեռել մոտավորապես էս պատկերացումը սա այլանդակություն է ես էլ եմ ասում ենք լավ պետք է պատկերացնենք որ այդ վերջին 40 տարին արևմուտքի հետ համագործակցության շնորհիվ ըստ տեխնոլոգիական վերելքը թռիչքը սա շատ լավ այսպես ֆասադ է մի չափազանց այլանդակ դեմքի որտեղ չկա ինտերնետ կա ինտրանետ որտեղ չկա քաղաքականությունով զբաղվում է միայն 2000 մարդ վերջ չկա ընտրություն կա մի կուսակցություն այլ կուսակցությունները արգելված են օրենքով չկա այլակարգություն այլակարգության համար խփում են գլխներին որում օնլայն հետևել Պարոն Միրաբյան այո Ռուսաստանի հետ կապված այս փոփոխության մասին եթե ավելի մանրամասն խոսենք սա ինչի կհանգեցնի այսինքն այս փաստաթղթում Ռուսաստանի դիրքերը նվազեցնելով գործնականում հողի վրա տեսանելի ինչ կունենանք Ոնք Կիրակոսյան Ռուսաստանի դերը առանցելու նվազել մենք Ռուսաստանի հետ հիմա ոչ պաշտպանական համագործակցություն ունենք ոչ ռազմոտեխնիկական եւ դա արդեն փաստ է ոնց որ թե ողջ առողջն չէ
ասում ենք լավ ԵԱՏՄ, ԵԱՏՄ-ում էլ Բեռնարդ Քելքա դրած մեր ամեն ինչի վրա։ Ատա էլ բան չկա։ Լավ ասում էին բենզին էլ չենք բերում։ Իրանք մեկը իրենց բենզին բերի։ Գազնա դա էլ կտրելու է։ Կտրելու են կամ էլ նենց գին են դնելու, որ մեկ կտրեք, ասեք չենք ուզում։ Ուր է Ռուսաստան։ Մնում է միայն Կոպիրկինի սֆաթը։ Ռուսաստանից էլ բան չկա։ Սա է իրականություն։ Դե եթե իրականությունը սա է, իրականությունն էլ ֆիքս ունի։ Ինչ անի։ Հա, այն Պուշկին, Չայկովսկի, հա լավ, այդ հասկացանք։ Բայց դուք ինչ կապ ունեք Պուշկինի ու Չայկովսկիի հետ։ Բալետի հետ։ Հասկացանք։ Ձերը սապոգն է, ձերը ֆաշիստական քիթմռուտն է, ձերը ամեն օր տարակող վայլբերիզն է։ Ուրիշ, դա էլ մեզ չի հետաքրքրում, չի գայթակղում։ Այդտեղ համակրելի ոչինչ այլևս չկա եւ չի լինելու եւ նախադրյալներ էլ չկան, որ կլինի։ Հույսի նախադրյալներ էլ չկան։ Դրա համար Ռուսաստանի կողմից էլ լի գալով ազգային ժողովին, որին ես նաեւ ձեր տեսանյութերի միջոցով նաեւ հետևում, հա այդ հետաքրքիր հարցազրույցներ եք անում, մեկնաբանություններ եք վերցնում, նաև ձերն եք անում, եւ տեսնում եք, որ Ռուսաստանից ոգեշնչված քաղաքական ուժերի համար ինչ մեծ դիսկոմֆորտ է շարունակել ոգեշնչվելը Ռուսաստանից, հասկանու՞մ եք։ Ինչից ոգեշնչվել այդ մարդիկ։ Հա 5 տարի առաջ ուրիշ էր, այ ասում են մեր դաշնակիցը ուժեղ ուրա ոնց որ չորը տված ծառ ունի ձեր ուժեղ դաշնակից որ կգա մեզ կփրկի հիմա մեկն էլ իրաց փրկի Մոսկվան փրկի այնց վիճակից, որ նույնիսկ 41 թվականին, երբ հակառակորդի տանկերը հասել էին արդեն մոսկովյան ավտոբուսների վերջին կանգառներին, հա, արդեն կանգնած էին արվարձանների։ Մոսկվան սա չէր ռմբակոծվում։ Սիստեմ կար, պաշտպանություն կար։ Հիմա ոնց որ անտեր բանա անտեր հոգեբուժարանը ով առաջինը խալաթը հագնում է ասում է բժիշկը ես եմ Ռուսաստանից ինչ արձագանք կլինի պարոն Մերաբյան այս Ինչ տարբերություն ինչ արձագանք այս իներցիայով կմրթմրթան կծվծվան կամ պատվեն կհոխորտան կսպառնան կասեն կացինս կբերեմ ծառդ կկդրեմ այս կանեմ են կանեմ այն ինչ որ մինչև հիմա արել են նույնն էլ կշարունակեն անել դե մենք էլ ոնց փիլիսոփայորեն նայել ենք այնց էլ կշարունակենք նայել փիլիսոփայորեն ու դրա հետ մեկտեղ ապրել եւ անել մեր գործը ես իմը դուք ձերը վարչապետն իրենը եւ այլ կյանքն շարունակ Պարոն Մերաբյան, հապկի հետ կապված որևէ արձագանք չկա, որևէ այնտեղ չի հիշատակվում հապկը, կարծեք թե Հայաստանը առնչություն չունի դրա հետ, բայց գոնե դե յուրե հապկը անդամ է։ Հա, դե յուրե կա։ Դե յուրե 5 տարի, այսինքն Նիկոլ Փաշինյանն ասում է 5 տարի սենց սարեցրած թողնելու եմ։ Ես
Չգիտեմ, այդտեղ բան ասել է, որ 5 տարի Դե եթե ծրագրում չի ասում ակտիվացնելու եմ, վերափոխելու եմ, վերաիմաստավորելու եմ, ինչպես Ռուսաստանի հետ Դե հարաբերությունները, չի ուզում ինչպես Իրանի խաղաքարտերը հարաբերությունները, չի ասում դուրս եմ գալու, լռում է, ուրեմն նշանակում է խաղաքարտերը, ահա, դե խաղաքարտերը չի բացում վարչապետը, դե որովհետև process-ները գծային չեն, պարոն Կիրակոսյան, այլ կալեյդոսկոպիկ, հա, դե առավոտ վաղ առավոտյան 6-ին ինչ ալնել, ով գիտի, չէ՞։ Ու կարողանես բան նենց ֆորս մաժորներ լինի, որ այս պահին մենք նստած սենց անմեղ զրուցում ենք, բայց ասենք լինի մի բան, որը փոխի պատմությունը։ Հիմա ֆորս մաժորների ժամանակ։ Դրա համար էլ խաղաքարտերը մինչև վերջ չի բացում։ Ստեղ էլ եմ հասկանում, բայց մյուս կողմից էլ եթե հապկը նշված չի, հապկ չկա։ Պլյուս մեզ վերջնագիր են ներկայացրել ու դուք հիշում եք դրա մասին մի քանի օր առաջ Լավրովի տեղակալ Գալուզինը, որում ժամկետն էլ նշել է, ասում է նոյեմբերին մենք հարցը վերջնական լուծում ենք հապկում, դեկտեմբերին վերջնական լուծում ենք ԵԱՏՄ-ում, ու իդեպ դա էլ այն ժամանակաշրջանն է, երբ ավարտվում է գազի հարցով Հայաստանի եւ Ռուսաստանի պայմանավորվածությունը գնի վերաբերյալ եւ պետքա նորովի պայմանավորվում։ Դե հիմա մեզ պետք է այդ գազի հարցը լուծել այժմվանից, ոչ թե այն արտահանման դիվերսիֆիկացիան, տարիներով դիվերսիֆիկացիա ենք ասում, երբ Բեռնարկելքը հայտարարվեց, նոր սկսեցինք վթարային ռեժիմով ինչ-որ նենց ափալ-թափալ ինչ-որ քայլեր անել։ Այստեղ գազի հետ գործում ենք եւ այստեղ ավելի այսպես կանխարգելիչ հաշվարկված հետևողական սենց ալգորիթմի մեջ քայլեր են պետք, որ ռուսները իրենց վերջին վատությունը, իսկ վերջին վատությունը մնացել է գազը, ուրիշ բան չկա։ Արդեն ինչ կար անելու արեցի։ Մնում է գազը։ Այդ էջն էլ փակինք վերջանում գնի։ Դուք տեսնում Իրանք էլ իրենց, ինչպես դուք ասացիք, 8-րդ հորիզոնականից թող ծիկրակեն ինչքան ուզում։ Դուք տեսնում եք հիմա կառավարության կողմից գործողություններ, որոնք միտված են էներգետիկ դիվերսիֆիկացմանը։ Դրանք տեսանելի գործողություններ չեն։ Այստեղ պետք է նախ եւ առաջ դիվանագիտությունն աշխատի այս փուլը։ Դե իսկ էներգետիկայի օրակարգով դիվանագիտությունը հրապարակային չի լինում, էլի։ Հրապարակային դառնում են արդյունքները, բայց ընթացքը հրապարակային չի լինում, որ ես տեսնեմ կամ դուք տեսնեք։ Եվ կարող ենք ենթադրել, որ այո, արվում է, շատ լավ հասկանալով, թե մեզ ինչ է սպասվում։ Մանավանդ մենք հետևելով Ռուսաստանի քաղաքականությանը, նաև գիտենք, որ սովորաբար ջեռուցման սեզոնին ընդառաջ, չէ, ոնց են ասում, ուխտի պարելը որտեղ է բռնում, նեղ կամուրջի վրա։ Ահա։ Ուտեղ բռնացնում են, դե մենք մանավանդ հիմա ժամկետներն էլ գիտենք, դեկտեմբերին այս պայմանավորվածությունը կա, մինչև դեկտեմբեր աշխատելու է։ Ինչ է լինելու դեկտեմբերին, դա էլ արդեն դրան պետք է Հայաստանը նախապատրաստի։ Ռուսաստանը իր քայլերի համար Հայաստանին այս ժամկետներում վերջնագրեր նշանակելով իր դիրքորոշումն է նախապատրաստում գազի հարցում իր դիրքորոշման համար, հա։ Դե եթե մենք մեր Երևանյան դիվաններից այսքան բանը հասկանում ենք, բացառում են, որ կառավարությունում այս ամենը չեն հասկանում եւ մանավանդ կնիքներն էլ իրենց ձեռքում են, մանդատն իրենց ձեռքում է, անելիքն էլ, այո, սա մի հարց է, որտեղ որ դուք անելիք ունեք, ոչ ես, մենք միայն կարող ենք դատողություններ անել սրա վերաբերյալ։
Պարոն Մեհրաբյան, տեղեկություններ տարածվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանին հետ կանչելու վերաբերյալ։ Կա առիթ, որ Երևանը պետք է նախ չհստակեցվեց պաշտոնանկության համար են հետ կանչում, թե ինչ որ ազդակ են ուզում հղել Մոսկվային։ Այս փուլում որն է առավել իրատեսական, դեսպանի փոփոխությունը, թե դեսպան Չունեմ չլինի։ վարկած։ Պարոն Կիրակոսյան, չունեմ վարկած, մեկ եւ երկրորդն էլ իսկով ասում, որ դա համապատասխանում է իրականությանը։ Կապրենք կտեսնենք, ես ասեք ոսեներ, ես չեմ ուզում սա մեկնաբանը, բայց ես չեմ կարծում, որ դեսպանով ինչ որ բան է պայմանավորված, ասենք օրինակ, հա, Ռուսաստանի դիրքորոշումը ինչ որ ձևով կախված է դեսպանից։ Ուզում եք Բիսմարկին վերակենդանացրեք, ուղարկեք դեսպան, դա փոխելու է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ 100%-անոց պատասխան տամ, ոչ չի փոխելու։ Մեկ եւ երկրորդ, ինչ Գուրգեն Արսենյանը լավ էլ դեսպան է, ինչ է, փոխում են ինչ անում, ելում ուղարկի։ Պարոն Մեհրաբյան, նախորդ տարի արտախորհրդարանական ուժերի կողմից նախաձեռնեց Եվրամիությանը միանալու հարցով Այո, ստորագրահավաքը 60,000-ից ավելի ստորագրություն եղավ ԿՀ-ն, բայց 50 քանի հազարը վավեր ճանաչեց։ Հիմա ձեր թիմը գնալով ավելանում է, ձեր 60 կամ 50 հազարին միանում է Սամվել Կարապետյանի թիմը, իրենց այդ 100 հազարավոր ստացած քվեներով, իրենք որովհետև խորհրդարանում ընտրել են Եվրաինտեգրման հանձնաժողովը, դուք սա ինչպես եք մեկնաբանում, սա ավելի իրատեսական է դարձնում Հայաստանի եվրաինտեգրումը, թե ոչ։ իրենք ասում են, որ իրենք տարբերություն են դնում Եվրաինտեգրման եւ Եվրամիության անդամակցության միջև։ Դրանք համարում են, իհարկե, դրանք տարբեր process-ներ են, բայց Հայաստանը իր հետագա եվրաինտեգրումը պետք է իրականացնի Եվրամիությանը անդամակցության ճանապարհին։ Որոշ խելոքներ խորհրդարանում խոսում են, որ դա անպայման չի։ Այ օրինակ եմ բերել. Նորվեգիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Իսլանդիա։ Որոնց Հայաստանի համար, Հայաստանի նման երկրի համար սա նույն բանն է։ Եվ կամ դու դա անում ես, կամ դու դա չես անում։ Եվ խոսակցությունները եվրաինտեգրման մասին դա արդեն թոզ փչոցի է աչքերին։ Մենք սա պետքա ֆիքսենք մեկը միշտ։ Եվ թող ոմանք չզբաղվեն մարդկանց թյուրիմացության մեջ գցելով։ Կա օրենք, բարեղեք կատարեք։ Դուք Վերջակետ։ Ինչ? ազնիվ չեք համարում իրենց մղումները։ Ես ոչ ազնիվ եմ համարում, ոչ էլ անազնիվ։ Սա իրենց մոտեցումն է, իսկ ես բացատրում եմ, որն է իրականություն։ Ընդհանրապես ինչ տարբերություն։ Ինչ տարբերություն իրանք ազնիվ են, թե անազնիվ։ Բան չի փոխվում դրանից։ Ինչու ընտրեցին իրենք այդ հանձնաժողովը ձեզ։ Այդ process-ի վրա ազդեցություն ունենալու համար։ Այդ process-ի մեջ իրենց օրակարգը, իրենց կուսակցական օրակարգը նաև ներկառուցելու համար։ Բայց մյուս կողմից ես էլ եմ ասում, այդ հանձնաժողովը չկա այնպիսի քայլ Եվրամիության անդամակցության ճանապարհին, որը Հայաստանի Հանրապետությունն ուզենա անի, եւ այդ հանձնաժողովի, ասենք, նախագահը խանգարի։ Ձև չկա, որովհետեւ հանձնաժողովի անդամների մեծ մասը էլի քաղաքացիական պայմանագրի։ Այսինքն, այս ընթացքը կախված է քաղաքական մեծամասնության քաղաքական կամքից։
Իրենք երբ որ հարցեր են տալիս, դուք ինչ եք մտածում DCFTA-ի մասին։ Հիմա ես եմ ձեզ հարցնում, բա դուք ինչ եք մտածում DCFTA-ի մասին։ Կառավարության ծրագրում կա DCFTA-ին միանալու մտադրության մասին։ Բա հարց տվեք։ Այդ տղեն էլ ինչ ասում, ասում կներեք ձեր քաղաքական թիմի ղեկավարը եւ մեր երկրի ղեկավարը ոնց ասում է ես էլ եմ այդ նույն բանն ասում։ Վերջ։ Էլումից ինչ եք ուզում։ Երկուստեք աշխատանք չի իրականացվում։ Դե Չէ, ես էլ եմ հասկանում։ Այո, Ռուսաստանի սարսափելի, զարհուրելի ճնշման պայմաններում է այս աշխատանքն արվում եւ բնական է ձգտումը չասել մի բան կամ չանել մի բան, որը ասենք հավելյալ լարվածություն կբերի եւ այլն, բայց այդ ամենը չի նշանակում ոչինչ չանել, հասկանում եք։ Լավ, օրենքն ընդունել եք, մի տողանոց օրենքը։ Մի հատ քննարկում կա, թե ի կատարումն այս օրենքի մենք ինչ ենք անում։ Եվ այնպիսի տպավորություն է, թե մեր այդ օրենքը մենակ նրա համար է, նրա մասին է, որ մի հատ գագաթնաժողով անենք։ Հետո մեկ էլ բան, այդ առանց վիզայի ռեժիմ։ Ուրիշ բան մեզ պետք չի։ Բայց դա տենց, հա։ Դա տենց չի։ Եվ երկրորդը իհարկե տեսեք, այստեղ էլի կարևոր է աշխարհագրությունը այնուամենայնիվ կարևոր է։ Շատ բան կախված է նաև Վրաստանի ընթացքից։ Իսկ քանի Վրաստանը ունի ճգնաժամ Եվրոպայի հետ հարաբերություններում, սա զգալիորեն դժվարացնում է մեր ճանապարհը։ Օդով ինտեգրվելը դժվար է։ Իսկ ընդհանուր հարևաններից ներողություն, պիտի հարևաններից մեկը գնում, 4-ից մեկը, եւ այդ մեկը կարող լինի միայն Վրաստանը։ Պետք է գոնե ինքը նույն այս օրակարգի մեջ լինի։ Այո, Վրաստանը մեզանից առաջ է, դե յուրե, ինստիտուցիոնալ առումով, որովհետեւ Վրաստանը նաեւ ունի տեխնացուի կարգավիճակ եւ այլն։ Բայց Վրաստանը ճգնաժամի մեջ է Եվրոպայի հետ հարաբերությունում։ Եվ process չկա այնտեղ։ Սա է Իհարկե, սա ժամանակ է, որը մենք պետք է մեր ռեֆորմների իրականացման եւ մեր նախապատրաստման վրա, նաեւ այո տնտեսական դիվերսիֆիկացիայի վրա այս ժամանակը պետք է ծախսենք։ Որպեսզի հասնենք մի իրավիճակի, որ DCFTA-ի անդամը Վրաստան։ Մենք եւս դառնանք դրա։ Դա հաստատ կարող է։ Եվրոինտեգրման հանձնաժողովի նախկին ղեկավար եւ իմ լավ բարեկամ Արման Եղոյանը բազմիցս ասել է, այս օրենքից հետո հաջորդ տրամաբանական քայլը DCFTA-ին միանալու։ Բայց այդ թեմայով խոսակցությունը առարկայական կարող է լինել միայն այն պահից սկսած, երբ մենք մաքրել ենք մեր բոլոր հաշիվները Ռուսաստանի հետ։ Երբ որ մենք հապկում չենք, ԵԱՏՄ-ում չենք, ԱՊՀ-ում չենք։ Կամ գոնե ԱՊՀ-ի մասով արդեն հայտը տվել ենք, որ մենք մի տարի հետո դուրս ենք գալի, ինչպես կանոնադրությունն է թեւել։ Այդ պահից նոր մենք կարող ենք գնալ ասել, իսկ մեր հետ DCFTA եկեք ստորագրենք, ու տեսեք, ուշադրությունն եմ ձեր հրավիրում հետևել։ Եվրոպան հաշվի առնելով Ուրսուլա ֆոն դեր Լայենի Երևանյան երկրորդ այցի արդյունքներով, Եվրոպան մեզ ժամանակավոր ինստիտուցիոնալ աջակցություն է ուրեմն սահմանել։ Ժամանակավոր։ Այդ ժամանակավորը 2 տարի։ Ասեմ ձեզ, որ 2 տարի դա այն իրատեսական ժամկետն է, որպեսզի
Հայաստանը մաքրի իր հաշիվները Ռուսաստանի եւ ռուսակենտրոն կազմակերպությունների հետ եւ ինքն իրեն ինստիտուցիոնալ առումով նախապատրաստի DCFTA պայմանագրին միանալու, որպեսզի այդ ժամանակավոր միջոցները Եվրամիության դառնան ինստիտուցիոնալ եւ մշտական։ Իսկ դա նշանակում է, այդ ընթացքում նաև պետք է վերակողմնորոշվի մեր բիզնեսը, պետք է յուրացվեն նոր լոգիստիկ շղթաները, պետք է ռեֆորմացվի մեր գյուղատնտեսությունը, մեր առևտրային կապիտալ։ Եվ բացի դրանից էլ մի ցած հարց կա, որի մասին մենք չենք խոսում, լեզվական բարիեր ասած է։ Հիմա ժամանակն է այս ամեն ինչն անելու համար, նախ այդ լեզվական բարիերը վերացնելու, հիմա ամբողջ երկրում մենք պետք է անգլերենի դասընթացներ կազմակերպի, այնպես ինչպես Պորտուգալիայում եղավ այդ մեխակների հեղափոխության հաղթանակից հետո, երբ այդտեղ կիսաֆաշիստական այդ Սալազարի 40-ամյա դիկտատուրայից եւ ինքնամեկուսացումից Պորտուգալիան եվրոպական երկիր լինելով, Եվրոպայի պատմության մեջ այդքան ահռելի ավանդույթ նոր վերաբացվում էր աշխարհին։ Ինչից էր, ոնց էր վերաբացվում։ Անգլերեն սովորելով։ Նախ եւ առաջ։ Մենք ասում ենք դիվերսիֆիկացիա, լավ, դուք բիզնեսմեն եք, անգլերեն չգիտեք։ Դե գնա ֆրանսիացի ու շվեյցարացի, չգիտեմ, անգլիացի, իսպանացի բիզնեսմենների հետ քո նման գնա խոսա։ Կգնաք խոսակ։ Ոնց խոսակ։ Շնորհակալություն, պարոն Մեհրաբյան, հարցազրույցի համար։ Համեցեք։